Ամերիկա-իսրայելա-իրանյան պատերազմի ֆոնին հեռահար փոխհրաձգություն է սկսվել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև։ Իր երկրում բալիստիկ երկու հրթիռների հարված ստացած Էրդողանը Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է ոչ միայն Իրանին թիրախավորելու, այլև ըստ Էրդողանի աստիճանաբար Լիբանանը օկուպացնելու ծրագրեր իրականացնելու մեջ։ Ծանր սրտով հարցնում եմ, ինչով են Սպահանում եւ Թեհրանում թափված արցունքները տարբերվում Էրբիլում, Բաղդադում, Բեյրութում կամ Ռիադում թափված արցունքներից։ Չնայած այս պատերազմը Իսրայելի պատերազմն է, դրա ծանր գինը նախ վճարում են մահմեդականները, ամբողջ մարդկությունը։ Պատերազմը Թուրքիա տեսնում է որպես Իրանից հետո մյուս հերթին իր պատերազմն է։ Իսրայելի հանդեպ սուր քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը։ Սուլեյման Սոյլուն խիստ նախազգուշացրել է Իսրայելին, հայտնելով, թե Թուրքիա եւ Իսրայելի աշխարհագրորեն մոտ լինելը հնարավոր հակամարտության դեպքում թուրքական զինված ուժերին հնարավորություն կտա Թուրքիայի հաթայից ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հասնել Իսրայել։ Անհրաժեշտության դեպքում մենք կկորցնենք 300-ից 400 հազար մարդ, բայց Իսրայելը որպես պետություն այլևս գոյություն չի ունենա։ Եթե անգամ ուզենա չի կարա ընդդեմանա Միացյալ Նահանգներին, դրա համար միայն թիրախավորում է Իսրայելին։ Իդեպ Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրը զգուշացրել է, որ իր երկրի զինված ուժերը կարող են փլուզվել զորքերի պակասի պատճառով։ Ամերիկա-իսրայելական դաշնակից ուժերը շարունակում են հրթիռակոծել Իրանի խաղաղ բնակչության շրջանները։ Սպահանի Հաֆթում բնակելի թաղամասի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ, այդ թվում 7 երեխա եւ 7 կին։ Իրանական Թասնիմը հղում անելով աղբյուրներին հաղորդում է, որ Պարսից ծոցի 5 արաբական պետություններ՝ Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Քուվեյթը ԱՄՆ-ին տարածք են տրամադրել Իրանին հարվածելու համար։ Իրանի իշխանությունները սպառնացել են հարվածել Մերձավոր Արևելքի ցանկացած հյուրանոցի, որտեղ ամերիկացի զինվորականներ կան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանին որոշ տեսակի ռազմական արտադրանք է մատակարարել, սակայն Ռուսաստանը չի ընդունում այն մեղադրանքները, թե օգնում են Իրանին հետախուզական տվյալների հարցում։ Բոլորը գիտեն Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների կոորդինատները եւ զարմանալի չէ, որ Իրանը գրոհում է դրանք։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող կոնտեյներային նավին։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, թե նավն ընթանում էր Պակիստանի դրոշի ներքո, սակայն այն ըստ որոշ աղբյուրների պատկանում է Թայլանդին։ Քուվեյթի խոշորագույն առևտրային նավահանգիստ Շուվեյխը ենթարկվել է իրանական դրոնների գրոհին։ Wall Street Journal-ը հղում անելով կոնգրեսի մի քանի անդամների հաղորդել էր, որ Իրան ներխուժումը կարող է սկսվել մոտ ապագայում։ Պենտագոնը քննարկում է մինչև 10,000 զինվորական տեղակայելու հնարավորությունը Մերձավոր Արևելքում։ Իրանական մերը հայտնեց, որ դրանի պատասխան Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն զինվոր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը պատրաստ լինելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։